Ակոսի խմբագրությունում եւ Հրանտինք հիմնադրամում կալահեռուստաընկերության աշխատանքային խումբը հյուրընկալվել էր դեռևս նախորդ տարվա նոյեմբերին։ Այն օրերին շաբաթաթերթի եւ հիմնադրամի աշխատակիցները սպասողական վիճակի մեջ էին։ Պայքարում էին տարբեր միջոցներով եւ սպասում խմբագրապետի սպանության գործով դատական գործընթացի հանգուցալուծմանը։ Մարդասպանը դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման, սակայն համաձայն Թուրքիայում գործող օրենքի նա չի կրելու իր պատիժն ամբողջությամբ եւ բնականաբար վճիռը չի գոհացրել Հրանտի հարազատներին եւ մտերիմներին։ Մեր սպասած արդյունքը չգրցանք առնել, սպանո անձը եւ մեկ երկու իրան օգնողները ցերպակալվեցան ճիշտ է, բայց ադոնքա վաղը մյուսօր կամաց ազատ պիտի արձակեն արդեն, դա դեռ կշարունակվի արդեն չէ վերջացած եւ երբ վերջանա անժամանակ արդեն եթե մեր սպասած արդյունքը չգրնանք առնել հավանաբար պիտի դիմենք Եվրոպայի դատարաններուն։ Սարգիս Սերոբյանը Ակոս շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիրն է, գտնում է, որ Թուրքիայում վերջին 2-3 տարում մամուլի ազատության վիճակը վատ թարացել է։ Նույն կարծիքին է Ակոսի գլխավոր խմբագիրը Ռոբերտ Քոբթաշը, ով իր գնահատականներում շատ ավելի կոշտ է եւ վճռական։ Հատուկ ծրագիր չունեն, սակայն պատրաստվում են հունվարի 19-ին խաղաղ ակցիայով հարգել սպանված խմբագրապետի հիշատակը։ Ամեն տարի 19 հունվարին մեծ հանրահավաք մարդեն Ագոսին արչև դասնյակ հազարներով մարդիկ գժողովին այս տարի հավանաբար նույնը պիտի լա հadouk մյուս տարիները դարբեր ծրագրված բանը չի գա մենք կոչում պիտի ուղենք բոլոր այդ մարդիկ այդ ժողովուրդը որոնք հղջիդեր են եւ հագարակ են այսպիսի արարքիմը հոսպիտալ լան եւ գիտենք որ նորեն դասնյակներով հազարներով մարդիկ պիտի լան Ակոսը հայ իրականության մեջ ամենամեծ տպականակ ունեցող թերթն է, լույս է ընծայվում 5000 օրինակով, նաև թուրքերենով եւ քրդերենով, թեև մամուլն այս երկրում ազատությամբ պարտանալու առիթ չունի, այնուամենայնիվ հայատար այս պարբերականը բավականին ազատ է իր գործունեության մեջ եւ առանց կաշկանդվելու այսօր էլ գրում է հայոց ցեղասպանության եւ ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին։ Վերջին 2-3 տարվա ընթացքին հարցեր եւ դժվարությունները շատցան բայց ասոնք ընդհանրապես գաբված են երկու հարցի մեկը զիմորական հարվածը պատրաստելու at էրգենոկոնի ծրագիրը եւ at թադավարության շուրջի թերթերում ուրա ջնշումը գա մեմնա քրդական հարցով գաբված ջնշումը գա at տեսակետը մենք at երկու խումբինա մաս չենք կազմեր եւ հայկական մամուլով հայ մամուլով ավելի ազատ ենք գրնանք գրել ցեղասպանության մասին գնանք գրել հայկական պատմության հայ ապրված փորձառությունների մասին ազատորեն Նույն կառույցում է գործում Հրանտինք հիմնադրամը, որը նախաձեռնել էր թուրք-հայկական երկխոսության ծրագիրը, այն մեկնարկել էր 2009 թվականի մայիսին։ Ծրագրի շրջանակներում Թուրքիայի 10 լրագրող այցելել է մեր երկիր, իսկ Հայաստանից 9 լրագրող մեկնել է Անկարա, Բուրսա եւ Ստամբուլ։ Türkiye basınında Ermenistan'la Türkiye եւ Հայաստանի միջև գոտ սահմաններ ունենք, շփվելու, հանդիպելու հնարավորություն չունենք։ Թուրք լրագրողների տպավորությունները ապրիլի 24-ով են սահմանափակվում։ Մենք այստեղից թուրք լրագրողներին ենք տանում Հայաստան, այնտեղից գալիս են այստեղ։ Կարողանում են շփվել, տեսնել, թե ինչ վիճակ է հարևան երկրում եւ քննարկումներ են կազմակերպում։ Bugünkü Türkiye'yi anlasınlar. Հիմնադրամի կողմից ձևավորվել է հաղորդակցային մի համակարգ, որն օգնում է ծրագրերին մասնակից լրագրողներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը միմյանց տրամադրելու գործընթացում, սակայն նախաձեռնող խումբը հայ-թուրքական հարաբերությունների սառեցումից հետո որոշակի խոչընդոտների առաջ կանգնեց։ Ama bu siyasi süreç devam ederken maalesef sivil Այդ հարաբերությունները սառեցնելուց հետո մենք շատ նեղություններ կրեցինք։ Քաղաքական դրդապատճառները բոլորը գիտեն։ Մենք խորելով այդ մասին կուզենք, որ սահմանները բացվեն։ Հասարակական շրջանակները ցանկություն ունեն, սակայն ոչինչ չեն կարող անել, եւ դրա համար է մեր ծրագիրը, որ երկու կողմի լրագրողները շփվեն եւ երկխոսություն սկսեն։ ilişkilerin gelişmesini istiyoruz demesi çok önemli. Հայ-թուրքական հարաբերությունները պարզ ուղեցույց են Ակոսի համար, բայց ոչ երբեք զսպաշապիկ։ Դինքի ամենակարևոր ժառանգությունը ազատամտությունն ու սկզբունքայնությունն է, եւ այսօր այն հուսալի ձեռքերում է։ Ջնշումներ շատ կան, Թուրքիան թյուրին երգիր չէ, Թուրքիա մեջ հայլլալը թյուրին չէ։ Հայլլալով Ագոսի մեջ լալը ավելի դժվար է, բայց պատրաստված եմ, այսինքն բոլոր դժվարությունները արդեն նախորդ գիտեի, Հրանտինքի ըրածը անգարելի է որ գտնվի Բայց գճանամ Ագոսը ավելի լավ դեղ մփերել
եւ գհավատամ որ ադոր գդագ ագոսն է եթե ագոսը լավ առողջ լա ագոսը եթե լավ թերցլա ագոսը եթե իր ճաշտոնը լավ գադարե այնտեղ եսա ինքս հաճող բիդի համարեմ Ակոսը յուրահատուկ դեր է ստանձնել թե հայկական իրականության եւ թե թուրքական առաջադեմ շրջանակների մեջ, կատարելով ազգային կառույցների գործունեությունը քննադատական տեսանկյունից ներկայացնելու աշխատանքը, իսկ թուրքական առաջադեմ շրջանակներին ամբիոն է տրամադրում, որի միջոցով նրանք անդրադառնում են հայկական ցեղասպանությանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կնճռոտ կողմերին։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Gala News, Ստամբուլ